որ հիմնական քարոզիչների բերանով Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ Ստալինգրադի ճակատամարտում հայ ժողովուրդը զոհվել է հանուն ոչնչի, դա նշանակում է լրջագույն սպառնալիք Հայաստանի Հանրապետության համար, դա այսպես նշանն է, որ Արցախի հանձնելուց առաջ էին ասում հանուն ոչնչի, հետո հանձնեցին Արցախը, հիմա էլ Հայաստանի Հանրապետության համար են ասում, որ հանուն ոչնչի են զոհվել մեր պապերը եւ ինչ է ստացվում։ Հակառուսական քարոզչության իրականացման շրջանակներում իրենք փաստորեն Նիկոլ Փաշինյանը դարձել է Հիտլերի փաստաբանը, որովհետեւ ինքը ասում է, եթե Հիտլերը հաղթեր, ուրեմն լինելու էր մեծ Հայաստան։ Այսօրվա պրոյեկցիայի մեջ դա նշանակում է Արևմուտքը ավելի լավն է, Ռուսաստանը մեր թշնամին է, Արևմուտքը մեզ անվտանգություն կապահովի եւ մեծ Հայաստան, Ռուսաստանը ճիշտ հակառակը, Ռուսաստանը մեր թշնամին է, Թուրքիան մեր բարեկամն է, սա է հիմնական քարոզչական մեսեջը, որը տալիս է Նիկոլ Փաշինյանը, բայց մենք տեսել ենք եւ առաջին աշխարհամարտի ժամանակ